Հարությանն արդեն հայտնի է, որ դերասան Գոռ Հակոբյանի ընտանիքն այժմ բարդ փուլով է անցնում։ Նրանք որդու բուժման նպատակով գտնվում են Գերմանիայի Մյունխեն քաղաքում, որտեղ Ֆելիքսը շուրջ 1 տարի պետք է բուժում ստանա։ Այս օրերին Հայությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է համախմբվել եւ անել անհնար թվացողը։ Գոռ Հակոբյանն էլ իր որդու օրինակից հետո անտարբեր չի անցնում օգնության կարիք ունեցող երեխաների կողքով։ Նա իր էջում պարբերաբար կիսվում է տարբեր դրամահավաքների հրապարակումներով, փորձելով օգտակար լինել երեխաների բուժման հարցում։ Ներկայացնում ենք դերասանի կողմից կիսված հրապարակումները։ Օգնել ցանկացողները հաշվեհամարներն ու կոնտակտային տվյալները կարող են տեսնել լուսանկարներին կից։ Որքան մեծ էր հայության ցավը Գոռ Հակոբյանի դրամահավաքի կոչի հոլովակից հետո, բազմակի անգամ մեծ եղավ ուրախության չափը, երբ ընդամենը 36 ժամում կարողացան հավաքել նպատակային գումարը։ Հարությունը լավատեսությամբ ու աղոթքներով Ֆելիքսին ճանապարհում է բուժման։ Այս օրերին համացանցում տարածում է գտել Գոռ Հակոբյանի գեղեցիկ ընտանիքից մի հոլովակ, որտեղ նա կատարում է իր «Սերս կիսեմ 3 մասի» երգը։ Առաջարկում ենք դիտել այս ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Սերս կիսեմ 3 մասի, որ ոչ մեկի չպակասի, ունել տանի կյանքի ճամփան, Աստծո խաչարի մահվա։ Սերս կիսեմ 3 մասի, որ ոչ մեկի չպակասի, ինչքան ասել, սիրտս ասել կուզի։ Ես ունեմ 3 որդի ունենք ունենալ, և երկիս չորրորդն աղջիկը բելանա։ Սերս կիսեմ 3 մասի, որ ոչ մեկի չպակասի, ունել տանի կյանքի ճամփան, Աստծո խաչարի մահվան։ Սերս կիսեմ։ Բարելույս իմ շատ սիրելի Հայաստան, բարելույս իմ շատ սիրելի Սփյուռք, բարև աշխարհի հայություն։ Ես անչափ հպարտ եմ ձեզանով։ Ես շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մենք կարող ենք համախմբվել ու այդ հարցը միայն մեր ուզած ձևով լուծել։ Այս բայի դրությամբ ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտը։ 12-ն է մարտի, առավոտ ժամը 10-ն է։ Ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտի մասին, որովհետև 36 ժամում մենք կարողացանք ունենալ մեզ պահանջվող գումարը Մյունխենում բուժում ստանալու համար, ձեր շնորհիվ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, Աստված յուրաքանչյուրիդ օջախներում թող միայն ջերմություն բերի, միայն առողջություն բերի։ Ես անչափ շնորհակալ եմ փոխանցումների համար, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես եկան մեր տան մոտ ինձ տեսան, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չփոխանցեցին ու միայն աղոթեցին մեզ համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, որովհետև այդ բազմահազարանոց մեկնաբանությունները ես կարելի ասել մոնիթորինգ եմ արել ու որևէ վատ մեկնաբանություն ես չեմ տեսել։ Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ դուք արեցիք ինձ համար։ Ես դա երբեք չեմ մոռանա, իմ հայ ազգ։ Եվ ձեր թույլտվությամբ կա որոշակի ավելացած գումար, դա ձեր ուղարկած գումարն է, ու ես կուզեմ Ֆելիքսի անունից, ձեր թույլտվությամբ, ձեր անունից նաև այդ գումարը փոխանցել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որ իրենք էլ մի ձև կարողանան մի փոքր օգնություն մենք ցուցաբերենք իրենց։ Այդ ավելացած գումարի մասին տեսանյութը ես անպայման կընտրենք ինչ-որ մի երեխայի, կփոխանցենք իր ծնողներին, ու մենք գնում ենք բուժման, տրամադրված ենք մարտական ու հանդիպելու ենք 1 տարի հետո արդեն ուրախ առիթներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ ձեզ, խնդրում եմ Ֆելիքսի ինստագրամյան էջն աստեղ թողում եմ,
իրան follow եղեք, ինքը շատ ողջավորում է ու Ֆելիքսի Instagram-ի էջով արդեն մեր բուժման ընթացքին կծանոթանաք, արդեն մեր առօրյային կծանոթանաք Մյունխենում, այնպես որ ինքը շատ ողջավորում է, խնդրում եմ իրան follow լինեք։ Մերսի շատ։ Ինքն էլ Վարդանն է, Ֆելիքսի հալալ եղբայրն է, իմացավ, որ տենց Ֆելիքսի պատվիսчикները շատանում են, ինքն էլ նախանձվեց, խնդրում եմ իրան էլ պատվիսկա եղեք։ Գորջան, վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված մեծ է։ Մենք ձեզ հետ ենք, գրել է Վիկա Մարտիրոսյանը։ Ավելի քան երբևէ մեր ընկերներն ու սիրելի ընտանիքն այս պահին ունեն յուրաքանչյուրիս օգնության կարիքը։ Անահիտ Մանուկյան։ Եվ այսպես բազմաթիվ հայտնիներ արձագանքել են այս ցավալի լուրին։ Շարքը երկար է, իսկ ցավը բոլորի սրտում։ Դիտեք Star News-ի կողմից առանձնացրած մյուս հոլովակներն առանց մեկնաբանության։ Ժողովուրդ ջան, ողջույն։ Նախորդ ստորիների հետ կապված շատ եք հարցեր ուղղում, ասեմ, որ Ամերիկայի լինկի հետ կապված դեռ քանի որ հաստատված չի, դեռ Ամերիկայի լինկով չեք կարողանա մտնել ու փոխանցումները կատարել GoFund-ով, բայց MoneyTan միջոցով կարող եք ուղարկել ու բացի այդ կարող եք հետևել Գոռ Հակոբյանի էջին, ինքը անում մեջ թարմացումներ կանի ու միանգամից հենց իր էջով կտեղեկանաք այն բոլոր նորություններին, որ ինքը կտեղադրի, այնպես որ հետևեք Գոռի էջին։ Ես էլ իմ կողմից բոլորին խնդրում եմ, որ յուրաքանչյուրս մեր օգնությունը ցուցաբերենք եւ ֆինանսապես եւ մեր աղոթքներով ու վստահաբար ամեն բան շատ լավ է լինելու։ Ես ուզում եմ, որ Աստված հնարավորինս շուտ էս ամենը անցկացնի, միանշանակ ամեն ինչ անցնելու է, բայց ուզում եմ աղոթել, որ ամեն բան արագ։ Այսօր մեր Գոռը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար եւ հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինչ շատ մարդիկ լրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe եւ լինքը այս պահին ռևյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի եւ ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից MoneyTan տնօրինությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք MoneyTan-ից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք MoneyTan-ից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էի նման ու սենց կասեմ, թե Գոռը թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու թվացյալ մեզ մոտ երբ որ լինում է ինչ-որ դժվարություն լուծելի է, բայց Գոռի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու որ ասում է համար դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարաջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գոռանց ընտանիքի հետ։ Վստահ եմ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ որ մենք բոլորս ասում կպնելու ենք ու օգնելու ենք